Այն խոսքը, որ այսօր իմ սրտին դրվել է, այսպես են վերնագրել հաստատված Քրիստոսի վրա։ Առաջի տեղը, որ կուզեմ կարդանք, Հովհաննես ավետարան 15-րդ գլուխ առաջի խոսքից։ Ես եմ ճշմարիտ որդը եւ իմ հայրը մշակն է։ Ամեն ճյուղ, որ ինձանում է եւ պտուղ չի բերում, նա կտրում է նրան, եւ ամեն պտուղ բերողին մաքրում է, որ ել ավելի պտղաբեր լինի։ Դուք արդեն մաքուր եք այն խոսքի համար, որ ես ձեզ հետ խոսեցի։ Կացեք ինձանում եւ ես էլ ձեզանում, ինչպես որ ճյուղը իր անձից կարող չէ պտուղ բերել, եթե որդումը չմնա։ Այդպես էլ դուք, եթե ինձանում չմնաք, եթե ես որդն եմ եւ դուք ճյուղերը, նա որ ինձանում մնում է եւ ես նրանում, նա շատ պտուղ է բերում, որտեղ առանց ինձ չեք կարող ոչինչ անել։ Նույնիսկ երկելը, որ նոր խոսացինք։ Եթե մեկը ինձանում չի մնում, նա դուրս կգցվի, ինչպես ճյուղը, որ չորանում է եւ ժողովում է նրանց եւ կրակի մեջ են գցում եւ այրվում է։ Եթե կենաք ինձանում եւ իմ խոսքերը ձեզանում կենան, ինչ որ կամենաք, կխնդրեք եւ կլինի ձեզ։ Սրանով փառավորվեցավ հայրը, որ շատ պտուղ բերեք եւ իմ աշակերտները լինեք։ Մենք տեսնում ենք, Տեր Հիսուս ներկայացնում է, որ ինքը արմատն է, ինքը խաղողի որդն է, ինքը ծառի բունն է եւ ասում է, այն վրա հաստատված ճղներ կան եւ խոսում է պտուղ տալու եւ պտուղ չտալու մասին։ Բայց ես կուզեմ մի քիչ հետ գնանք։ Տեսնենք ինչպես եղավ, որ մենք հաստատվեցինք իր վրա։ Երբ որ մենք նայում ենք Ծննդոց գիրքը, նայում ենք ամբողջ Աստվածաշնչի պատմությունները, մենք տեսնում ենք, որ Աստված մի ազգ էր ընտրել, որը կոչվում էր Իսրայել ազգ, հրյա ազգը, եւ դրանք էին հաստատված Աստծո համար որպես ժողովուրդ եւ որպես ազգ։ Իսկ մնացած բոլորս կոչվում ենք հեթանոսներ եւ անաստված ժողովուրդ։ Բայց այսօր Աստված մեզ հետ խոսում է որպես իր վրա հաստատված ճյուղերի։ Ամեն։ Գիտեք, այստեղ մենք մտածելու տեղ ունենք։ Այստեղ մենք գնահատելու բան ունենք, որ Աստված բարի գտնվեց եւ կամեցավ, որ մեզ էլ, որ Իրանը չէինք, միտեղ Պողոս առաքյալ ասում է, մենք որ մի ժամանակ բնությամբ, բարկությամբ որդիներ էինք, Աստված մեզ վերցեց ու դրեց Քրիստոսի մեջ։ Ես ասում եմ, Տեր, փառք քեզ, ինչ լավ է, որ դու որոշեցիր ինձ էլ անաստված մարդ, հեթանոս, կործանված եւ դատապարտության արժանի արդեն ծնված օրվանից դատաստանի համար պատրաստված, դու կամեցար ինձ քո մարդը անես, քո ժողովուրդը անես, քո վրա հաստատես եւ գիտեք, երբ որ մենք մեկի հետ փորձում ենք շփվենք, մենք անպայման ուզում ենք լավ մարդ լինի, որ նոր իր հետ շփվենք։ Տերը նայեց, ինչքան անպիտան կար, բոլորին վերցեց, հաստատեց Քրիստոսի վրա եւ սրբեց ու մաքրեց, սարքեց սուրբ ժողովուրդ։ Ճիշտ եմ ասում, թե չէ։ Կարող է ես եմ մենակ այդպեսին, մնացած կարող է յոք սրբեր են եղել, բայց ես այդպես եմ մոտենում, ասեմ, ասում Տեր, փառք քեզ, ես շնորհակալ եմ քեզանից, ինչ լավ է, որ դու որոշեցիր։ Գիտեք, այդ ընդամենը մի հատ որոշում է։ Տեսեք, ասում Աստված ասեց եւ եղավ, չէ՞, առաջնագործության պատմությունը, երբ որ կարդում եք, ասում Աստված ասեց եւ եղավ։ Բա որ Աստված չասեր։ Հարց է, չէ՞, ժողովուրդ ջան, ով էր ասում ստիպելու, որոշեր, մեզ գներ թե ոչ։ Ես ինչի համար եմ սրա մասին խոսում, ժողովուրդ ջան, որ մեր մեջ Աստծո հանդեպ մեր երախտագիտությունը լինի բարձր մակարդակի վրա։ Որ ինչ որ Տերը արել է մեզ համար, մեր սրտերը գոհանա Տիրոջից։ Որտեւ ես լավ գիտեմ մարդու բնույթը։ Երբ որ մի բան քո համար անհասանելի է, դու շատ ես փափագում նրան ունենալու։ Բայց երբ որ ունենում ես, օր ինքը դառնում է քո համար ավելի հասարակ, եւ ինչքան հասարակ է դառնում, այնքան իր արժեքը նվազում է։ Եվ մի օր միգուցե դա դառնա քո համար անարժեք մի բան։ Դրա համար ես ուզում եմ, որ Աստծո երախտագիտությունը միշտ մեր սրտերի մեջ եւ մեր մտքերի մեջ թարմ լինի։ Աճի ու զարգանա Աստծո հանդեպ մեր երախտագիտությունը։ Ես միշտ ասել եմ, ես միշտ ասում եմ եւ բարձրանալով կասեմ, որ եթե մենք այսօր կանք, դա Աստծո ողորմությունն է։ Եթե այսօր ես քրիստոնյա եմ կոչվում ու ես այսօր ապրում եմ այս կարգավիճակի մեջ, դա Աստծո ողորմությունն է։ Ես շնորհակալ եմ Տիրոջից։ Ես շնորհակալ եմ Տիրոջից նաեւ, որ ինքը հաստատել է ինձ իր վրա։ Պարզապես Աստված որոշել է, որ դու իր համար պետք է լինես պատղակու ճյուղ։ Կարող է շատ անգամ դու ինքդ քո մասին նման կարծիք չկարողանաս կազմել, բայց Աստված քո մասին շատ լուրջ կարծիք ունի։ Ասեմ ձեզ, Աստված շատ յուրահատուկ ձևով գնահատում է ստեղ ամեն մեկիս
եւ մեզ արժանի է համարել Քրիստոսի վրա հաստատելու եւ մեզ մի հատ ճուղ եւ մեզ պատկասում մեզ վստահել է հոգեվոր պտուղ բերելու ունակությունը։ Մենք նայում ենք հին ուխտի պատմության մեջ պատկաբերության հետ կապված երկու կարգավիճակ կար։ Մի կարգավիճակը անեծքի արժանի կամ անիծված կարգավիճակն էր, որը անպատկաբերությունն էր։ Մյուս կարգավիճակը օրհնված կարգավիճակն էր, որը պատկաբերությունն էր։ Մենք նայում ենք հոգևոր կյանքի մեջ էլ այդպես ժողովուրդ ջան։ Հիմա կուսումնասիրենք կտեսնենք հոգևոր կյանքի մեջ էլ այդպես, բայց Աստված մեզ համար ծրագրել է պատկաբերությունը։ Աստված մեզ համար ծրագրել է օրհնությունը, փառք Իրան։ Մենք այստեղ նայում ենք Տերը ասում է ամեն ինչ որ ինձ վրա է հաստատված, ինքը պետք է պտուղ բերի։ Մենք նայում ենք ես ենթակ տեքստը, երբ որ կարդում եմ, ես մի բան եմ հասկանում։ Եթե դու հաստատված ես Քրիստոսի վրա, հնարավոր չի, որ դու պտուղ չբերես։ Չկա այդպիսի բան։ Եթե դու բնի վրա հաստատված ես, դու պետք է ծաղկես, դու պետք է պտուղ բերես։ Գիտեք, ես ուզում եմ մենք շատ խորը նայենք այս խոսքերին եւ մենք մեր մեջ անալիզ անենք ժողովուրդ ջան, արդյոք ես այսօր պտուղ եմ բերում։ Մենք կնայենք, ուսումնասիրենք պտուղների մասին կխոսանք շատ մանրակրկիտ։ Ես ուզում եմ, որ այսօր մենք Աստծո խոսքի հետ հաշվի նստենք։ Ես ինքս մի շաբաթ այսինքն էլ աղոթքի մեջ եմ։ Ասում Տեր, չլինի թե ես մի օր գա քո առաջ եւ անպտուղ գտնվեմ։ Ես ակամա հիշեցի Թզենու պատմությունը, երբ որ Տեր Հիսուս մոտեցավ, վրան պտուղ չկար, անիծեց, մարդկային տեսանկյունից նայում ես, ասում ես այ մարդը ծառ էր իր համար, կանաչ դալար ծառ էր, ինչ էր արել որ անիծեց։ Մենք մի քիչ առաջ խոսեցինք, անպտղությունը դա անեծք էր արդեն։ Մի ծառ եթե պտուղ չէր տալիս, արդեն ինքը անիծված էր։ Այդ ծառը արդեն անիծված էր անպտղաբերությամբ։ Որքան էլ որ ինքը արտաքինից դալար երևար, մեկ այրա վրա պտուղ չկար։ Նայեք, քանի դեռ ճյուղը կապ ունի բնի հետ, արմատի հետ, ինքը ապահով է։ Եվ ինքը վստահաբար կարող է մտածել, որ ինքը պտղաբեր ճյուղ է, որովհետև հաստատված է բնի վրա, որովհետև հաստատված է որդի վրա։ Տերս ասեց, ես եմ այդ բունը, գիտեք, այնքան հեշտ է ճյուղ լինել, խաղողի ворդ լինելն է դժվար։ Գիտեք ինչի, որովհետև հազարավոր եւ միլիոնավոր ճյուղերի պետք է սնուցի։ Եվ այդ ծանոթությունը պետք է իր վրա լինի։ Այդ բոլոր դժվարությունները պետք է իր վրա լինի։ Եվ այդ ամենադժվար գործը Տերը վերցեց իր վրա։ Տերը մի կողմ չնստեց, որպես ղեկավար եւ հրամայում ես ասի դե դուք ճյուղերը գնացեք ձեզ sense որպես շեֆ դնում եմ գնացեք ոնց ուզում եք պտուղ բերեք ինձ։ Հրամայել ինքն է ստեղծել մեզ եւ ինքն է ուներ իրավունք մեզ հրամայելու։ Բայց Տերը ամեն ինչ վերցեց իր վրա, ժողովուրդ ջան, ամեն հարված, անգամ մեր մեղքերի հարված ինքը վերցեց իր վրա։ Եվ ինքը մեզ տվեց այդ ունակությունը, տվեց մեզ այդ պատիվ, իմ համար պատիվ է քրիստոնյա կոչվել։ Ես միշտ համարձակ ասում եմ ժողովուրդ ջան, ինձ համար պատիվ է կոչվել քրիստոնյա։ Ոչ թե պարծանք է նաև, այլ ավելի մեծ պատիվ է կոչվել քրիստոնյա։ Իմ համար պատիվ է կոչվել պտղաբեր քրիստոնյա, ավելի մեծ պատիվ է կոչվել պտղաբեր քրիստոնյա։ Եվ ավելի մեծ պատիվ է ինձ համար, երբ որ մեկը կվկայի ինձ համար, որ գիտես, Մարտինի մեջ այս պտուղը կա։ Այդ ավելի մեծ պատիվ է ինձ համար, ասում եմ, փառք ես Տեր, ուրեմն ես կտրված չեմ բնից։ Եվ կյանքի մեջ լինում են դեպքեր, երբ որ ճյուղերը դեռ իրանց դալար են զգում, մենք կարդացինք պատմությունը, ասում են նա որ իմ վրա է եւ պտուղ չի բերում, կտրվում է, եւ այդ ճյուղը երբ որ կտրվում է, կար ժամանակ հետո ինքը չորանում է եւ հետո կսում վառվում է։ Ես ուզում եմ ստեղ մի պահ մենք ուշադրություն դարձնենք։ Երբ որ այդ ճյուղը դեռ նոր է կտրված, դեռ իր մեջ խոնավություն կա։ Իրան թվում է թե ամեն ինչ նորմալ է, որտեղ ինքը տեսնում է որ չի չորացել։ Բայց երբ որ ինքը զգա այդ հարաբերությունը ծառի հետ կտրվել է, նայեք ճյուղից ազդակ է գնում դեպի արմատ, որ ինքը սնուցման կարիք ունի, եւ արմատից համապատասխան սնուցումը հասնում է ճյուղին։ Այսինքն մենք պարզեմ խոսում, այսինքն ամեն քրիստոնյա պետք է ավելի շատ ոչ թե ուշադրություն դարձնի իր խոնավ լինելուն, ոչ թե պետք է ավելի շատ ուշադրություն դարձնի իր վրա պտուղ կա դեռ թե ոչ, ավելի կարևորագույն բան կա ժողովուրդ ջան,
իր կապը հանկարծ հոչ չի կտրվել բնի հետ։ Որտեւ թե իր դալարությունը, թե իր խոնավ լինելը, թե իր պատղաբերությունը կախված է այդ հարաբերությունից բնի հետ։ Մենք քանի որ սովոր ենք աչքի տեսածով չէ ավելի շատ որոշելու, աչքի տեսածով ավելի շատ դատելու, աչքի տեսածով ավելի շատ չափանիշ վերցնելու, մարդուն տեսնում ես իր արտաքինից փորձում ես իր մասին կարծիքներ կազմել, Աստված այդպեսին չի, ժողովուրդ ջան։ Աստծո չափանիշները լրիվ ուրիշ են։ Ես շատ անգամներ երբ որ ինձ թվում է թե ես հոգևոր մտածում եմ, ինձ թվում է թե հոգևոր հասկանում եմ, ինձ թվում է թե հոգևոր ճիշտ եմ այս բանին դատում, Եվ որ սկսում եմ Աստծո չափանիշներով նայել ցանկացած հարցի, ես պարտվում եմ ասեմ Տեր, այս անգամ ես սխալվեցի։ Տեր, այս անգամ ես սխալվեցի։ Ես մտածում էի դու սենց ես մտածում, բայց պարզեց որ դու սենց չես մտածում։ Եվ ոչ մի անգամ Աստծո մոտեցումը եւ չափանիշը չի համընկել իմ մտածելակերպի եւ իմ չափանիշների հետ։ Եվ սա ինչ այն մեջ առաջացնում ավելի ձգտում առաջացնում հպվել Տիրոջ, ավելի ձգտում առաջացնում կապ ունենալ եւ այդ կապը պահել Տիրոջ հետ, որպես այդ կյանքը հոսի իմ մեջ։ Չգիտեմ, բնության տեսանկյունից կարող է պարզ բացատրել, թե ոչ, սա հոգևոր ճշմարտություն է, ժողովուրդ ջան։ Այդ ճյուղը Տեր ասեց, որ իմ վրա չի եւ պտուղ չի տալիս, գալիս է մի ժամանակ չորանում է եւ իրանց վառում են։ Եվ գիտեք, քանի դեռ ճյուղը դալարայինքը հանգիստ է եւ երբ որ մի օր գալիս ենք այդ չորանում է արդեն ուշ է լինում իր համար։ Բայց մի բան ասեմ, որ մեզ շատ մեծ թե ուրախություն, թե մխիթարություն է Տիրոջ կողմից, Տեր Հիսուս հռչակեց բացահայտ, ասեց, նա որ հայրն ինձ ա տվել, ոչ մեկ չի կարող ինձանից հափշտակել։ Գիտեք, այդքան էլ հեշտ չի Տիրոջ ձեռից մի հատ քրիստոնյայի խլել թշնամու համար։ Իր ամբողջ զորաբանակով էլ որ թշնամին փորձի, իր համար բացարձակ դժվարություն է իր համար, բացարձակ դժվարություն, որևէ մի քրիստոնյա խլի Տիրոջ վրա, այսինքն թշնամի երբեք չի կարա գա հեշտ այդ ճյուղին կտրի, այդ բնի վրից տանի եւ ասի տեսակ ինչ արեցի ես։ Նայեք, բնության մեջ մի քիչ տարբերվում է հոգևոր աշխարհի հետ, բնության մեջ ճյուղը ինքնակամ չի կարող հաստատվել ծառի վրա։ Տեր Հիսուս մի հատ խոսք ասեց, դուք որ վայրի ձիթենիներ էիք, եկաք եւ ընտանի ձիթենիների վրա պատվաստվեցաք։ Մենք մի քիչ առաջ խոսացինք, որ մենք հեթանոսներ ենք, մենք անաստված ժողովուրդ ենք, այդ ոնց եղավ, որ մենք հայտնվեցինք Քրիստոսի վրա, Աստված վերցեց եւ մեզ պատվաստեց Քրիստոսի վրա։ Եվ մենք դարձանք ընտանի ձիթենիներ։ Եվ սա իր ողորմությունն է, փառք իրան։ Ասեմ, Տեր ինչ լավ է, որ դու մեզ վերցրեցիր եւ պատվաստեցիր եւ հիմա էլ մի քիչ պարծանքում ենք մենք մեր մասին, այս ինչ լավ մարդ եմ, ինչ բարի մարդ եմ, ինչ լավ բնավորություն ունեմ, ինչ բարի բաներ եմ անում։ Իհարկե կզարմանաս քո վրա, որովհետեւ դու այդպես չես եղել։ Դու հաստատված ես Քրիստոսի վրա, դրան համար ես այդպեսին։ Մի զարմացի եւ փառթուտ դրան։ Փառթուտ Տիրոջը, որ Աստված քեզ այդպեսին է արել։ Շնորհակալ եմ Տիրոջից։ Ես կուզեմ Աստծո խոսքից բացենք տեղ Գաղատացիս 5-րդ գլուխ 22 համարից եմ ուզում բացենք Գաղատացիս 5:22 Կփորձեմ օգտակար լինեմ թե ինչպես մենք կարող ենք հասկանալ ես արդյոք հաստատված ենք Քրիստոսի վրա թե ոչ Արդյոք ես պտուղ եմ տալիս թե ոչ կամ որն է այդ պտուղը որ ես տեսնեմ տալիս եմ թե ոչ Տիրոջ խոսքի մեջ շատ հստակ գրած է հոգևոր պտուղների մասին Տիրոջ խոսքի մեջ շատ հստակ գրած է պատղաբերության հետևանքների մասին Շատ լավ է երբ որ ծառը տերև է տալիս շատ լավ է երբ որ ծառը ծաղկում է բայց ավելի լավ է որ ծառը կարողանա պտուղ տա Շատ անգամներ մենք էլ փոքրիկ այգի ունենք մի քանի ծառ ունենք Ես նկատել եմ շատ փարթամ տերև է բռնել, շատ փարթամ ծաղիկ է բռնել, բայց պտուղ չի տվել։ Եղել է ճյուղ, որի վրա որ եղել է թե տերև, թե ծաղիկ, բայց մի օր տեսել եմ այդ ճյուղը չորացել է։ Ինչ ենք անում։ Այդ ճյուղը կտրում ենք։ Որպեսի չխանգարի ծառին, որպեսի այդ իր չորացած լինելը չհազդի ծառի մնացած ճյուղերի վրա։ Դրա համար Տեր Հիսուս ասում, այն ճյուղը, որ ինձ վրա է, եւ պտուղ չի տալիս հայրը կտրում է։
Այստեղ ոչ թե ագրեսիվ մոտեցում Աստծո կողմից, թե ոչ թե Աստծո կողմից շահամոլ մոտեցում, որ դե դու պտուղ չես տալ, ինձ պետք չես, քեզ շպրտեմ գնամ ոչ։ Եթե մենք այդպես ենք մտածում, ուրեմն մենք Տիրոջը չենք ճանաչում։ Որտեղ մի քիչ առաջ մենք խոսացինք, որ մենք բանի պետք չենք եղել, եւ Աստված հաստատել այդ ծառի վրա։ Աստված էգոիստ չի, եւ ոչ է փառամոլ է։ Աստված ուղղակի մանրակրկիտ ամեն ճյուղի համար հոգատանում։ Եվ ուսում ամեն մի ճյուղ լինի առողջ եւ մաքուր եւ պատղաբեր փառք Տիրոջը։ Գաղատաց 5-րդ գլուխ 22 համարից ենք ուզում կարդանք։ Բայց հոգու պտուղն է սեր, ուրախություն, խաղաղություն, երկայնամտություն, քաղցրություն, բարություն, հավատք, հեզություն, ժուշկալություն, այսպիսիների դեմ օրենք չկա։ Ես կուզեմ հիմա անդրադառնանք ժողովուրդ ջան պտուղներին, ես չեմ ուզում կարդանք ու անցնենք։ Մենք պետք է հասկանանք, ես որ գրված էր ինչ այրանց ներկայացնում, եւ մենք պետք է հասկանանք արդյոք ես այս պտուղը տալիս եմ թե ոչ։ Նայեք ժողովուրդ ջան, Աստված մեզ որ դրել է, չի դրելու վերջ, չի դրել որպես դեկորատիվ ծառ, նայիչ, գեղեցիկ ենք ու հիանացված, դրել է որ պտուղ տանք։ Մենք կարդացինք 2-3 անգամ այդ տեքստի մեջ գրված է որ դուք պտուղ տաք, որ դուք պտուղ տաք։ Սրանով փառավորվեցավ Աստված, որ դուք շատ պտուղ տաք։ Աստված ուզում է որ մենք պտղաբեր լինենք, ինչի համար, որովհետև ինքը պտուղ տվող Աստված է, ինքը պտղաբեր Աստված է եւ ուզում է որ մենք իրան նման լինենք, որովհետև ինքը մեզ հենց իրան նման ստեղծել է։ Թեև մենք վնասվեցինք, թեև մենք փչացանք եւ 4000 տարի շատ վատ էություն ձեռք բերեցինք եւ ավելի շատ նմանվեցինք սատանային, քան որ ում պատկերը որ ստեղծվել ենք, բայց այդքանից հետո էլ Աստված մեր վրա չբարկացավ։ Գրված է Հովհաննես 3:16-ի մեջ, որ Աստված այնքան շատ սիրեց, ասեմ Տեր Աստված ինչին սիրեցիր։ Որտեղ մենք ենք դες մտածում, այդ մարդու մեջ մենք մի հատ սիրելու բան ենք ուզում տեսնենք, նոր այդ մարդուն սիրենք, բայց Աստված նայեց, տեսավ սիրելու բան չկա, բայց ինքը մեկա սիրեց, որտեղ ինքը ստեղծել էր մեզ իր պատկերով եւ իր նմանությամբ։ Գրված է նաև Հռոմեացի թղթի մեջ, ասում է Տեր Հիսուս հարմար ժամանակին սիրեց մեզ, մենք որ դեռ մեղավոր էինք։ Աստծո ամենահարմար ժամանակ Աստված նայեց բոլորը մեղքի մեջ թավալված, ասեց ամենահարմար ժամանակն է սրանց սիրելու, սրանց գնելու, ներելու եւ իմ պարտեզի մեջ տնկելու համար։ Մենք այդպես չէինք վարվի, բայց Աստված մեր հանդեպ այդպես վարվեց այդպես մեր հանդեպ, որպեսզի մենք նորից գանք այն նպատակին, որի համար Աստված մեզ ստեղծել էր։ Իր բնույթը կրելու մեր վրա։ Գիշեք Տեր Հիսուս երբ որ մի հատ դրամ վերցրեց, ցույց տվեց, ասեց ժողովուրդ, այս դրամում Նասրավրահում պատկերն ասեցին կասրինն է, ասեց դի եթե կասրինն է, պետք է կասրին տակ, բայց ինչ որ Աստծուն է պետք է տակ Աստծուն։ Որն էր Աստծուն։ Աստծունը մեր կյանքն էր, մեր սիրտը, մեր էությունը, մեր բնույթը։ Աստծունը դա է, Տեր Հիսուս քարոզում է իրանց, որ ձեր բնույթն է Աստծուն։ Դուք շատ բաներ եք տալիս Աստծուն, շատ պաշտոններ ու ծառայություններ եք տալիս Աստծուն, եւ դրանով սկսում եք պարծենալ, բայց դուք թողել եք ողորմությունը եւ սերը։ Տեր Հիսուս խոսում էր իրանց, որ գիտեք, Աստված ձեզ ուզում է, որ դուք իրանման բնույթ ունենաք։ Ասում պետք չէր իրանց արտաքին պատկերը, ասում պետք չէր քահանաներն հանդիմանում են, ասում են դուք արտաքին բոլոր կանոններն ու պատկերները պահում եք եւ ժողովրդին ցույց եք տալիս այդ պատկերը, բայց ներսը ոչինչ չկա։ Եվ կարծես թե հոգեվոր աշխարհը մարդիկ վեր էին ածել դեկորացիայի։ Նայում էր ֆուտլարը կար, համապատասխան։ Նայում էր ասում են ինչ օրինակելի եղբայրը նայ սև երկար հագուստակած, միրուքը խաչմեց։ Միշտ հոգևոր խոսքեր օգտագործում, գիրքը թևի տակ։ Ինչից խոսած, Աստվածաշնչից խոսա, ված չի սա, բայց այդքան էլ շատ լավ չի ինչ որ Աստված էր ուզում մեր կյանքի մեջ։ Աստված ուզում էր որ դու կապ ունենաս բնի հետ, եւ Աստված ուզում է որ այդ բնից կյանքը հոսի քո մեջ եւ դու լինես իր սրտի ուզած պատղաբեր ճյուղը։ Այն ժամանակ դու քո կողքիների համար էլ բժշկություն կլինես։ Գիտեք ժողովուրդ ջան, մենք ամեն մեկը sense հատիկ քրիստոնյաներ չենք ուղղակի իրայից առանձնացված։
Ես հաճախակի եմ ասում եմ մենք պատասխանատու ենք մեր ամեն մի վարմունքի համար, անգամ մեր կողքինի համար։ Գիտես ինչի, դու քո կողքինի համար օրինակ ես, թե դու ներկայացնում ես այդ մարդուն, ինչպիսին պետք է լինի Աստծո սրտի ուզած աստվածապաշտ քրիստոնյան։ Որպես ճյուղ դու պետք է պտուղ տաս իրեն, Տեր ինչ ասեց, այդ ծառին իր պտուղից ճանաչեցեք։ Այսինքն եթե մի հատ ծառ, որը անպտուղ ծառ է, եթե վայրի մի հատ ծառ, անպտուղ ծառ է եւ ինքը գոչում է, ես Ծիրանի ծառ եմ։ Ես Ծիրանի ծառ եմ։ Մենք եթե հավատանք իրան խոսքին կընդունենք, որ ինքը Ծիրանի ծառ է։ Բայց որպեսզի մենք համոզվենք ինքը իրոք ինչի ծառ է, մենք պետք է փորձենք իր պտուղը տեսնել։ Այսօր մենք շատերս ենք անպագորգոր գնում աշխարհի մեջ, գիտես ես Աստծո ծառ եմ, ես Աստծո զավակ եմ, ես հավատացյալ եմ, ես հոգևոր եմ, չգիտեմ, ես այն եմ, ես քան տարի ես եկեղեցի եմ գնում, լավ ես անում։ Բայց Աստծո չափանիշներին չի համապատասխանում քո այդ արտահայտածը։ Քո գործով, քո պտուղով ցույց տուր, թե ինչպիսի ծառ ես դու։ Աստված մեզ տվել է, չի հնարավորություն այդ ցույց տալու։ Այդ պտուղը ցույց տալու համար դու շփվում ես մարդկանց հետ, քո ընտանիքի անդամ հետ, քո կողքին հետ, քո ընկերոջ հետ, քո հարազատի հետ, եւ դու ցույց ես տալիս քո պտուղը։ Հետո ինչ ասում է, տեսանք, այդ ինչ պտուղ ես։ Տեսանք ինչ պտուղ ես, կամ պտուղը ծառից հեռու չի ընկնում, ինչքան sense արտահայտություններ ունենք, չէ՞ պտուղի հետ կապված։ Եվ անգամ շատ ժամանակներ մարդը անգամ վատ բնույթի տեր մարդ է լինում, ասում են թող քո քոքը չորանա, դու սերի չունենաս, ձեր ցեղը լավ ցեղ չի, չգիտեմ, ասենց արտահայտություններ, բայց գիտեք, Աստված ուզում է, որ մենք բարի պտղաբեր ծառեր լինենք, մեզ տեսնողները ուղղակի հիանան մեր պտուղով։ Մեր հետ շփվողները այդ բուրմունքը Քրիստոսի վայելեն։ Աստվածաշունչը ասում է դուք Քրիստոսի անուշ հոտն եք, ոնց Տեր Աստված, դու տվել ես ինձ այդքան իրավունք, տվել ես ինձ այդքան մեծ պատիվ, քո հոտը ներկայացնող մարդ, սա շատ մեծ թե պատիվ է, թե պատասխանատվություն, ժողովուրդ ջան։ Ուղղակի Աստված մեզ չվերցեց, բերեց, պատվասեց, դե մենք քանի որ գտնվում ենք Աստծո, այ գմեջ լավ, ամեն ինչ նորմալ է, գնանք ամենքս մեր գործերով։ Ոչ, քո կյանքը դեռ ասկսում։ Այն օրը, որ դու պատվասվեցիր Քրիստոսի վրա այդ որորներ, այն օրը, որ դու քո սրտի մեջ, քո կյանքի մեջ ընդունես։ Սիրելի Աստծո ժողովուրդ, ձեր ուշադրությունը աղոթքաժողովները։ Եվ դու վերեցին ծնվեցիր հենց այդ օրը։ Դու պատվասվեցիր։ Աղոթքաժողովները կշարունակվեն հինգշաբթիից շաբաթ օրերին, առավոտյան ժամը 7։ Բայց նոր ասկսում։ Պատկասում եք երեխան մոր փորի մեջ 9 ամիս կազմավորվում է, 9 ամիս նախապատրաստվում է, ինքը չգիտի ինչի համար 00-ին։ Բայց ապրում է 9 ամիս։ Բյուրեղավանի աղոթքաժողովները տեղի կունենան երկուշաբթիից շաբաթ օրերին, առավոտյան ժամը 6:30։ Չորեքշաբթի օրը ժամը 19:00-ին կարող եք մասնակցել Բյուրեղավանի քաղաքային ավետարանական եկեղեցու պաշտպանությանը։ Դրանից առաջ ոչ թե ապրում էր Բոլոր նրանք, ովքեր դեռևս չեն մասնակցում տնային ժողովներին, տեղեկացնում ենք, որ յուրաքանչյուր չորեքշաբթիից ուրբաթ օրերին ժամը 19:00-ին տեղի են ունենում մեր եկեղեցու տնային ժողովները։ Սա հրաշալի հնարավորություն է միմյանց հետ ջերմ հաղորդակցվելու, ինչպես նաև երկրպագության եւ Աստծո խոսքի սերտման համար։ Եթե դուք ունեք անհատական խորհրդատվության կարիք, ապա տեղեկացնում ենք, որ այսուհետև յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին առավոտյան ժամը 10-ից 14-ը հովվական խորհուրդը պատրաստ է ծառայել ձեզ անհատական խորհրդատվությամբ։ Անհրաժեշտ է գրանցվել նախապես կարգուկանոնի ծառայության միջոցով։ Խորհրդատվությունը տեղի կունենա եկեղեցու շենքում։ Խորհրդատվությունից կարող են օգտվել ոչ միայն ծառայության պատասխանատուները, այլև եկեղեցու բոլոր անդամները։ Յուրաքանչյուր կիրակի առավոտյան ժամը 11:00-ին կարող եք մասնակցել Աբովյանի քաղաքային եկեղեցու կիրակնօրյա պաշտամունքներին։ Տեղեկացնում ենք, որ եկեղեցուն գործում է թեժ գիծ։ Եթե դուք ունեք աղոթքի կամ խորհրդատվության կարիք, կարող եք զանգահարել այս հեռախոսահամարով։ Մաղթում ենք բոլորիդ օրհնյալ շաբաթ։ Ինչ եղավ այդ սերը։ Գիտեք ինչի։
որովհետև այդ սերը Քրիստոսի դրած սերը չէր։ Այդ սերը այս սերը չէր, որի մասին մենք խոսում ենք, Ժողովուրդ ջան, դա մարմնավոր սեր էր։ Դա շնչավոր սեր, դա մարդկային սեր էր։ Մարդկային սերը շահամոլ է։ Ես հաճախակի լինում է, որ երիտասարդների հետ հանդիպում ենք ունենում, զրույց ենք ունենում, երբ որ լսում եմ ժամանակակից սիրո մասին եւ դրա պահանջների մասին, քիչ մազ ունեմ, բայց ինչքան մազ ունեմ, սսվում է օդում, ասում, Տեր Աստված, այս ինչ թազաձևի սեր է։ Դե եթե ինքին սիրում է պետք է այս անի, եթե ինքին սիրում է իմ համար պետք է այս անի, այնան, ես մի քանի օր առաջ մի հատ աշխարհիկ տղա ընկեր ունենք, իր հետ խոսում ենք, ասում, բան ինչի՞ չես պսակվում, ասում է, այս ընկերուս թողեցի, ասում, ինչի՞ համար։ Դասում է, ախպեր, ես իր այդ որ շփվեցի, ես ավելի շատ հասկացա, որ ոչ թե ինքին սիրում է, այլ ինձ այնց պահանջում է։ Մենք հիմա կանայինք այս սերը ինչպիսի սեր է։ Արդյոք Քրիստոսի վրա պատվաստված քրիստոնյայի դրսևորած սերը այսպիսին է։ Կանայինք հիմա առաջին Կորինթացիս 13-րդ գլուխ 4-ից 7 համարները։ Այսպես արագ բացեմ։ Սերը հանդուրժող է, սերը բարի է, սերը չի նախանձվում, սերը չի գրգռում, ուզում եք ավելի դանդաղ, կարդանք, sense արագ չանցնենք, սերը հանդուրժող է։ Գիտեք, ես երբ որ տղայի հետ խոսում եմ, իրան ասում, գիտես, սերը Աստծուց է դրված մարդկանց կյանքի մեջ, Աստված է դրել սերը երկու զույգերի մեջ, այդ սերը, որ ընտանիք կազմում են, իրար սիրեն, իրար հարգեն, բայց այդ սերը, իրան ես ներկայացնում եմ, թե ինչպիսին է իսկական Աստծո սեր, ասում, գիտես, այդ սերը ոչ թե այդ տղայի հետ, այդ աղջիկը ամուսնանումը կամ աղջկայի հետ տղան ամուսնանումը ոչ թե երջանկանալու համար, այլ երջանկացնելու համար։ Մի տասոքսն զարմացավ, ասում հա, դες բան կասում, բա ոնց, իսկական սերը դա է։ Եթե դու իրան սիրում ես, դու անհանգիստ ես, մի բան անեմ իր համար։ Ինչով օգտակար լինեմ իրան, ոչ թե եթե դու մխիթար ախպեր, ես քեզ այնքան շատ եմ սիրում, շարվարդ կտաս ինձ հագնեմ, հա։ Աշոտ ախպեր, այնքան շատ եմ քեզ սիրում, ինձ ավտոյով միշտ ման կտաս։ Չէ, եթե ես մխիթար եղբորը շատ եմ սիրում, ես կմտածեմ, արի մի հատ շարվար ես դվեր, թող եղբայրս մի հատ շարվար, հա, կամ աշոտ եղբորս մեքենան տանեմ, իրան վառելիքը ռիսկավոր եմ, ասեմ աշոտ ախպեր ջան գնա էլի։ Այսինքն ինչ եմ ուզում ասեմ, Աստծո դրած սիրո մեջ ժողովուրդ ջան, բացարձակ շահը չի գործում։ Հիմա ընթացքում մանրամասն կանայենք, սերը անամոթություն չի անում։ Խնդրեմ սկիզբը դնեք։ Սերը հանդուրժող է։ Նայեք, երբ որ երկու հոգի վեճ են ունում իրար հետ, եթե երկուսն իրանց պնդեն, լավ չի վերջանա այդ վեճը։ Երբ որ մեկը դառնում է զիջող կողմ, ինքը եղավ հանդուրժող մարդ եւ վեճը դադարեց, այդպես է գրված թե ոչ առակազմի մեջ, ասում է մեղ պատասխանը բարկությունը հանդարտեցնում։ Մեկը եթե քովրակատաղած է, թեկուզ դա կարող է ճիշտ է, ինքը ու դու սխալ ես, մեկը քովրակատաղած է, քեզ sense բզիկ անում, երբ որ դու մեղ պատասխան անես, այդ մարդը իր արածից կամաչի։ Եվ կհանդարտվի, կռիվ չի դառնա, եւ երբ որ քո մեջ այդ սերը գործում է, դու կարողանում ես հանդուրժես։ Եթե քո մեջ այդ սերը չի գործում, դու չես հանդուրժում, ասում ես, բայց ինչի պետք է ես հանդուրժեմ։ Ես եմ ճիշտ, ինքը չի ճիշտ է։ Բայց Աստված մեզ ասում է, սիրելիս, իմ դրած սերը, այն պտուղը, որ պետք է քո մեջ գործեր, դա այդպես չպետք է լիներ։ Դու պետք է զիջող կողմն ես միշտ ասում եմ, ով զիջում է նա է հաղթում։ Ցանկացած վեճի ժամանակ ով զիջում է, ինքը շատ ուժեղ մարդ է, որ կարող է իրան տիրապետի եւ զիջի, ինքը հաղթեց։ Ոչ թե նա որ շնչավոր ձևով հաղթեց։ Եվ գիտեք, հոգևոր մեր մտածելակերպն չափանիշն է պետք է փոխվի։ Եթե մենք հասկանում ենք, որ սերը հանդուրժող է, մենք պետք է հասկանանք, ուրեմն հաղթում է նա, ով հանդուրժում է։ Նայեք, անձի համար ձեռտու բան չի, չէ՞։ Անձնական շահերի համար ընդհանրապես դուրեկան չի։
բայց Աստծո հոգու համար սա պարտադիր պայման է։ Եթե դու ուզում ես Տիրոջ պատղաբել ծառը լինես, եւ եթե դու ուզում ես սիրո պտուղ տաս, ասես քո ճյուղերից sense սիրտիկներ կախված են շատ, Աստված տեսնի սիրտիկները հետենա, նկատի որ Ռենայի վրա ինչքան սիրտիկներ կա կախված, եթե մենք ուզում ենք այդպեսին լինենք, ուրեմն պետք է այս սիրո հետևանքները երևա մեր կյանքի մեջ։ Գիտեք, սերը ունի շատ հատկություններ, մենք հիմա նայում ենք սիրո հատկությունները։ Մենք ընդհանրապես ասում ենք սիրո պտուղ, բայց մենք հիմա նայում ենք այդ պտուղի հատկությունները, որպես իմանանք այդ պտուղը կա մեր մեջ թե ոչ, ինչ հատկություններ ունի իր մեջ այս պտուղը։ Այդ ժամանակ մենք կհասկանանք այդ սերը մեր վրա կա թե ոչ։ Թե չէ ծառայողը բեմից հայտարարում է կողքին տասասիրում եմ քեզ, մեր լեզուն շատ sense պերճաշուկ բառերով կարող է ներկայացնել թե ինչպես ասիրում, համ ինքն է զարմանում իր ասած բառերի վրա, համ լսողն է զարմանում, որ ամեր փաստորից մարդը ինձ այսքան սիրում էր, ես չգիտեի միջև հիմա։ Ինքն է զարմանում, որ փաստորից ինձ այսքան սիրում է, ես չգիտեի այսքան ժամանակ։ Բայց հենց եկեղեցուց դուրս են գալիս, իրար հետ շուտ մի հատ հարցի մեջ ենք մտնում, հարցի պես մոռանում ենք, որ բա մի քիչ առաջ մենք իրար այդ ինչ ձև ենք սիրում իրար մենք։ Մենք էլ ենք զարմանում, ինչ ձև ենք շատ սիրում իրար։ Բա ուր է դրա պտուղը, ժողովուրդ ջան։ Ես շատ եմ սիրում, երբ որ խոսում ենք սիրո մասին, անպայման անդրադառնանք նրա հատկություններին։ Եթե ոչ, մենք ռեալ չենք հասկանա ինչ է նշանակում Աստծո սեր։ Սերը բարի է։ Մենք բոլորս գիտենք, որ դա բարի, թե որպես զգացմունք բարի է, թե ինքը իրանի սերը միայն բարություն է ներկայացնում, եւ նաեւ եթե մեկի մեջ սերը կա, ինքը միշտ բարի դրսևորումներ ունեն։ Ես ասում ավելին, անգամ իր դեմքից այդ բարությունը երևում, եթե դու սեր ունես, գիտեք, հիմա կասես մարդու եղբայր, հեսա կանայինք ահագին ցուցակ կա, կասենք դե որ նայենք ոչ մեկի մեջ էսի չկա։ Դրա համար Հիսուս ասեց Հովհաննես 15-ի մեջ ասավ, նա որ պտուղ է տալ, Աստված ավելի է մաքրում, որ ավելի պտուղ տա։ Երբ որ կարդում էի այդ խոսքը, ասում էի լավ, եթե արդեն մաքուր է, եթե արդեն պտուղ է տալիս, էլ ինչ կարիք կա մաքրելու, որպեսզի ավելի պտուղ տա։ Երբ որ ես սկսեցի Աստծո խոսքը ավելի խոր ուսումնասիրել, հասա այստեղ ասում Տեր Աստված, դե եթե սերը կա, հերիք չի, սերը կա, բայց մենք չգիտենք այդ ինչա ներկայացնում։ Ինչպես պետք է հասկանանք այդ մարդու մեջ սեր կա թե ոչ, ինչպես պետք է հասկանամ իմ մեջ սեր կա թե ոչ։ Եվ սերը չի նախանձում։ Մխիթարապես հաճախակի ակրկնում ասում մտա մեր գործերը լավ էլ հարևանն է Մերսեդես առավ, հա։ Իրանք չունեն հարևան լեռնան նեղվում է որ հարևանը ինչի համար ունի, դե մենք չունենք ինքը ինչի համար ունեցավ։ Սա հումոր է, մենք ծիծաղում ենք, բայց կա սրա մեջ իրականություն ու ճշմարտություն ժողովուրդ ջան։ Այս ինչի մասին մենք այսօր խոսում ենք, ես կցանկանայի բոլորս մեր մեջ անալիզ անենք։ Բոլորս մեր մեջ հաշվի նստենք այս խոսքերի հետ։ Դեմ արդեմ այս խոսքին նստես ու նայես տեսնես իրան քո մեջ տեսնում ես թե ոչ։ Թե իրան քեզանից դուրս ես տեսնում։ Մեր ազգի մեջ ճիշտ ասած կա այդ նախանձի վիրուսը մեր ազգի մեջ կա, չէ, իրոք կա, եթե մեկը քայլում է, այն մեկը վազում է, այս քայլողը միջև այդ վազողին հանդիպել ու ուրախ է, որ ինքը քայլում է, բայց երբ որ վազողին տեսնում է, ինքը սկսում է կյանքը ատել եւ նախանձել եւ ասում է առնականգնի ոտը կոտրի, դաժե չկարենա քայլի իմ նման, որպեսզի ես իրանից լավ լինեմ։ Մենք երեխա ենք, հիշում եմ մուլտֆիլմ կար, երկու տուն շինողների մուլտֆիլմներ, մեկը մի հարկանի տուն է սարքում հարևան ինքը տուն չունի տեսնում է սարքել է ասես նախանձում է պայթում գնում ինքը երկու հարկ սարքում հետո մեկը տեսնում է սրան գնում ինքը երեք հարկ սարքում շատ մեկը մեկին ասում է վերջում քանդվում են երկուսի տներն էլ ես չէի հասկանում այդ մուլտֆիլմը բայց հիմա շատ լավ եմ հասկանում երբ որ նախանձի հողի վրա է կառուցվում այդ ամենը դա ավազի նման շատ թույլ հիմք ունի Ես երիտասարդներին մի հատ կոչ ունեմ, ովքեր որ պետք է ապագայում ընտանիք կազմեն, նաև ովքեր որ ընտանիք արդեն կազմել են։ Գիտեք, երբ որ սիրո հիմքի վրա է ընտանիքը կազմվում, ոչ մի խնդիր չի կարող քանդել այդ ընտանիքը։ Ես սա ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, որովհետև հասկանում եմ Աստծո խոսքը, հասկանում եմ ինչքան հզոր ուժ է Աստծո սերը։ Եթե սերը Աստծուն կստիպի իր միածին որդուն
կեղտոտ ու մեղավոր կյանքով ապրող մարդկանց համար ուղարկի աշխարհ, գա այդ մարդիկ իրան բռնեն, ատեն, հալածեն, նախատեն, որ իր կյանքը դնի, այլանդակին ոչ մի երևելի տես չեր մնացի իր վրա գիրքը ասում է, եւ ինքը այդ ամեն ինչի մեջով անցնի եւ շատ ուրախությամբ։ Գիտեք, այն ընթացքում որ Տեր Հիսուսին սկսեցին հալածել ու նախատել, ոչ մի անգամ երեսով չտվեց։ Չասեց այան պարտկարներ, ես ձեր համար եմ եկել իմ կյանքը տալու, ես ինչ եք անում դուք ինձ, դուք չեք հասկանում, հոր հետ խոսում ասում մեր հայրների սրանց, չեն հասկանում ինչ են անում։ Իրանք չգիտեն, որ ես հանուն սիրո եմ եկել իրանց իմ կյանքը դնում եմ։ Սա էր Աստծո սերը, սա էր Աստծո սիրո չափանիշը, եւ այդ սերը ստիպում էր Աստծուն իր զավակին զոհել հանուն մեզ, որովհետև տեսնում էր, որ մենք կորում ենք, մենք կորսվում ենք։ Այսօր շատ անգամներ, երբ որ մեր ընտանիքի անդամ կլինի, մեր շրջապատի ինչ-որ մեկը կլինի, վատ կյանքով ապրում, մենք արդեն ստեից հետ կուշտ ենք կլնում իրանից, հոգնած ենք կլնում այս մարդուց, ասում ենք գնա էլի, գնա աշկս չտնա քեզ։ Մենք շպրտում ենք իրանց դուրս, ասում ենք դու գնա ինձանից հետո, դու ինձանից էներգիա ես տանում։ Բա մենք ասում ինչքան էներգիա ենք տանում ժողովուրդ ջան, բայց տարբեր ձևի քրիստոնյաներ ենք, տարբեր բնավորության տեր մարդիկ ենք, բոլորս հաստատված Քրիստոսի դայս, բոլորս իրանց ենք սնվում, բայց ինքը սնում է մեզ բոլորիս, ինքը բոլորիս տալիս է հոգևոր սնունդը։ Դրա համար ինքը ուզում այսօր մենք էլ այդպիսիներ լինենք եւ նայենք հաջորդ հատկությունը չի նախանձում, նաեւ չի գոռոզանում։ Ես երբ որ նայում եմ այս հատկությունները սիրո, ընդհանուր սիրո մասին ենք խոսում ժողովուրդ ջան, սիրո հատկությունները նայում եմ, ասեմ Տեր Աստված, այս ամեն ինչը մարդը ունենա, ժողովուրդ երբ որ այս մարդուն սկսեն ճանաչել, կասեն նա այս կատարյալ մարդ է այս մարդը։ Ոչ մի թերություն չունի, թերություն չկա այս մարդու վրա։ Հանդուրժում է, բարի է, չի նախանձում, գրածը չի գոռոզանում, չի մեծամտանում, ոնց չի էլ գոռոզանում, չէ։ Բայց իր այն լավ կողմերով չի բարձրանում, չէ, ուր գնում ենք, սիրում ենք մենք բարձր, մեր ազգի մեջ է կա լավ բարձրենք ոտ ազգեր ենք։ Ագդես մենք աշխարհի առաջի քրիստոնյա ազգն ենք։ Ամբողջ աշխարհին մենք տվել ենք այդ ինֆորմացիան, ամբողջ աշխարհը, անգամ մուսուլման աշխարհը ինֆորմացված է, որ մենք աշխարհի առաջի քրիստոնյան ենք։ Բայց ինչի՞ս վրա եմ ես գոռոզանում, եթե ես քրիստոնյայի նման չեմ ապրում։ Բայց այդ նույն իր բերանով ասողը, որ ինքը աշխարհի ամենաառաջի քրիստոնյան է, ինքը ամենավերջի մարդու պես է իրան պահում։ Հենց այն ազգին, որին ինքը վկայում է եւ պարծենում է, որ ինքը աշխարհի մենք, որ քրիստոնյա ենք, ռուսը ուր էր, բայց եթե մենք այնտեղ շատ վատ ենք մեզ պահում։ Մեր լեզվի խոսքը չի ժողովուրդ ջան, որ Աստծո առաջ ներկայացնելու է մեզ։ Երբ որ մենք Տիրոջ առաջ կանգնելու ենք, ես sense եմ պատկերացնում, կարիք չի լինելու, որ դու շուտ բաներով բացատրես ասում, գիտես Տեր Աստված սաղ կյանքս եմ արել, այս մարդու հանդեպ sense եմ վարվել, բարիքներ եմ արել, չգիտեմ ինչ եմ արել, Տեր Հիսուսն էլ տենց ասեցին։ Գիտե մտածում են, որ Տեր Հիսուս տեղյակ չի իրանցից, որտեղ Տեր Հիսուս ասում է, ես չեմ ճանաչում։ Ոնց չես ճանաչում, Տեր քանով դևեր ենք անում, հրաշքներ ենք անում, հավետանացություն ենք անում, ծառայություններ ենք դնում, ճամբարներ ենք դնում, բարեգործություն ենք անում, ոնց չես ճանաչում։ Տերն ասում է, իրոք ճշմարիտ եմ ասում, ես ձեզ չեմ ճանաչել, դաժան ժամանակ չեմ ճանաչել։ Ինչի համար, որտեղ Աստծո ճանաչելու չափանիշները ուրիշ է։ Հիմա դուք տեսնում եք այստեղ ինձ կանգնած քրիստոնյայի կերպարով եկեղեցու ծառայող, որպես չէ, երես որպես օրինակելի կերպար, այսի աչքի տեսածով բարի է, բայց Աստծո չափանիշներով չի ես։ Աստված այսքանով չի բավարարվում։ Աստված ասում է ինձ հետաքրքրա քո ներսը ինչպիսին է։ Ինձ հետաքրքրա դու ստեից դուրս ինչպիսին ես։ Ինձ հետաքրքրա դու առօրյա կյանքի մեջ ինչպիսին ես։ Աստուն հետ այդակի ժողովուրդ ջան, եթե մենք ընդհանրապես բավարարվելու ենք մեր արտաքին ցուցադրությամբ, եթե մենք ընդհանրապես բավարարվելու ենք լեզվով մեր մասին վկայելու մասին, ես ասեմ մենք խաբված ենք ահավոր։ Գիրք ասում է թող քո լեզուն քեզ չգովա, այլ ուրիշը թող քեզ գովա։ Ուրիշը գովա միայն այն ժամանակ, երբ որ քո մեջ կտեսնի այդ պտուղը։ Եթե ես ասեմ, գիտես, ես չեմ գոռոզանում, ես հանդուրժող եմ, ես նախանձ չեմ, չգիտեմ, ես չեմ մեծամտանում, ես բարի եմ, այդ ինչ ճանաչող մարդը պետք է այդ ասի, իսկ ինքը երբ կասի, երբ որ կտեսնի դա իմ մեջ։ Դրա համար կեշիկ Տեր Հիսուս ասեց, ինչ են ասում մարդիկ իմ մասին։ Ինչ կարծիք ունեն մարդիկ իմ մասին։
Տեր Հիսուս չասեց, ես բարձրալ Աստծո որդին եմ, ես իմ մեծ թագավորություններ ունեմ, գիտեք ես հիմա ինչ էր կարամ անեմ, աշակերտները ինչ որտեղ հասկացել էին, միտեղ գնացին քարոզելով, ասեցին Տեր, ասենք երկնքից թող հրեշտակների գունդ իջնի, սրանց տապալի, հասկանանում հետ գործ ունեն, էլի, չէ՞։ Մենք մեկ-մեկն թագավորի զավակ եմ, գիտես ում հետ գործ ունես։ Տեր Հիսուսը այս բանը չարեց, ժողովուրդ ջան, ինքը ոչ գոռացավ, ոչ էլ մեծամիտ պահեց իրան։ Ընդհակառակ խոնարհ զսպ անգամ ինքը համաձայնվեց, անգամ ծնվելուց ամենանվաստ տեղում ծնվի։ Ինքը կարար թագավորի տուն ծնվեր։ Ինքը ծնվեց անգամ ախորում։ Ինչի համար, որտեղ ինքը մի բան գիտեր, սերը իրան ստիպում էր ոչ թե ժամանակակից հարմարավետություններ փնտրելու, այլ սերը իրան ստիպում էր ամեն ինչ անելու հանուն այդ մարդկանց փրկության։ Շարունակենք։ Խնդրեմ անամոթություն չի անում։ Հետաքրքիր նուրբ չէ նկարագրած։ Անամոթություն չի անում։ Այսինքն անես մի բան չի անում, որ իրան ասեն ամոթ քեզ։ Նուրբ տեղ է, բայց շատ հաճելի տեղ է։ Չի լրփանում։ Անեք, Աշոտ եղբայրս ուշեց մեզ, ինչ ավելի հստակ ու կտրուկ բառ կամ մի տեղ էլ գրած է չի լրփանում։ Լրբությունը չեմ կարող, տեսած եք, չէ՞ դες մարդիկ, որ ասում են Աստված հերու պահի մեզ այդ ձև մարդկանց, որ մի հատ հարց ես ունում, այսպես բսկտում է քեզ, sense չի թողում իշնես գետին, օթում sense բսկտում, այդպես օթում էլ կտոր անում քեզ տալիս քամոն։ Մի հատ չնչին, դաժե կարա դու սխալ ցույցված ունես։ Ասում եմ, որ սերը չունի նման զգացողություն իր մեջ։ Եթե քո դիմացինի հանդեպ կա սեր, դու իր հանդեպ բարի ես, հանդուրժող ես, չես նախանձում իրան, չես գոռոզանում, գիտեք, բոլորը շահկապված են, սիրո հատկությունները բոլորը շահկապված են։ Ես ինչքան խորանում ասեմ, Տեր Աստված, կարելի է միայն այս մի հատկության համար ժամերով խոսալ ու չհոգնել։ Արագ կանցնենք առաջ։ Սեփական շահը չի փնտրում։ Այ եկանք հասանք այն տեղին, որ մեր ժամանակակից երիտասարդները ուզում են կյանք կապեն ուրիշի հետ, եւ իրանք ասում են, դե եթե ինձ սիրում է, թող էս բանը անի, դե եթե ինձ սիրում է, ուրեմն սենց պետք է անենք, դե եթե ինձ սիրում է, պետք է համաձայնվի, մենք իրանք ծնողները չենք ապրելու, վերջ։ Դե եթե ինձ սիրում է, պետք է իմ այս վատ հատկությունս հանդուրժի ինքը, շատ լավ է։ Երանի Աստված էլ տենց մեզանից պահանջել, հա, կարանք մենք բավարարենք Աստծո հանդեպ իր սերը, չէ։ Դու պատկասում ես, սերը, ես երբ որ ամբողջությամբ կնայենք, սերը ոչ միտեղ պահանջ չի դնում, այլ ամեն տեղ իրանից պոկում է տալիս է դիմացին։ Ընդհանուր երբ որ նկարագրենք ինչպիսին է սերը, ուրեմն սերը իրանից պոկող ուրիշին տվող է։ Ես միշտ ասում եմ, սերը շատ անհանգիստ զգացողություն է։ Անհանգիստ, ինչի համար անհանգիստ։ Դու միշտ անհանգիստ ես այդ մարդու հանդեպ ում սիրում ես։ Բայց մի վատ բան չլինի, բայց ինչով օգտակար ունեմ իրան, ինչի կարիք ունի հասնեմ իրան, սերը քո մեջ միշտ անհանգիստ է անում, քեզ։ Մեզ թվում է, որ սերը գալիս է մարդը խաղաղվում, ասես, ծովի ափին, չգիտեմ դե հովհար իրան հով անում, ասես հաճելի չկա տենց բան, ժողովուրդ ջան, այդպիսի Աստծո սեր չէ երազեք, երբեք չեք ունենալու տենց սեր։ Սերը, երբ որ քո սրտի մեջ դրվում է, դու սկսում ես շատ անհանգիստ ապրել։ Ինչի համար ես անհանգիստ, նաև անհանգիստ ես մի բանի համար, որ այնպես չլինի, թե ես ինձ վատ պահեմ եւ եղբորս վնասեմ, քրոջս վնասեմ։ Ոչ լինի, թե ես այնպես պատասխանեմ կամ վերաբերվեմ այս մարդու հետ, որ ինքը նեղանա ինձանից։ Երբ որ ես կարդում եի Աստծո երկյուղի մասին, ասում եի, Տեր, իրանց ինչ է ներկայացնում այդ երկյուղը, վախը Աստծո, ինչ է ներկայացնում իրանից։ Ես մի բան հասկացա, վախ Աստծուն կորցնելուց։ Վախ Աստծուն չունենալուց իր կյանքի մեջ։ Դա էլ մի հատ վախ է։ Ճիշտ է, երկյուղը շատ խորը եւ ծավալուն իմաստ ունի, բայց դրա մեջ նաեւ էս մի հատկությունը կա Աստծո երկյուղի մեջ։ Վախ Աստծուն չկորցնելուց, զգուշավորություն Աստծուն չկորցնելուց, չկորելուց Աստծո մոտից։ Եվ սիրո մեջ այս զգուշավորությունը կա։ Չլինի թե վնասեմ իրան։ Չլինի թե ես մի հատ կոպիտ վերաբերմունք ցույց տամ, ես ամենակ ռոմանտիկա չէ, ես խոսամ ռոմանտիկա է հնչում, բայց սա իրական հոգևոր կյանքն է,
որտեղ Աստված մեզ հետ սենց հավերաբերվում։ Ես միշտ ասել եմ, չի եղել մի անգամ, որ Սուրբ Հոգին գա ինձ այցելի եւ ինձ հիշասի ինչ-որ մի օրվա գործած մեղքը, ասի հիշում ես, բայց այնօր դու ինչ վատ բան արիր, քեզ այնց չէի սպասի։ Երբ որ մեղք ես գործում, գնում ես Տիրոջ առաջ եւ խոստովանում ես, ինչ անում Աստված։ Մեր նման ականջի չի քաշում մցնում անկյուն, չէ՞։ Գնա անկյուն կես ժամ կանի, որ իմանաս, բայց քեզ ասել է չգողանաս կամ սուտ չխոսաս, ինչի սուտ խոսացիր։ Դու հոգի դեր, որ էդի չի կարելի։ Չէ, Աստված գալիս է տեսնում արդեն դու կոտրված ես։ Եթե դու զղջում ես, Աստված մենակ մի բան անում, քեզ փայփայում է, գուրգուրում է, պաշտպանում է եւ մաքրում է, որպեսզի ավելի պատղաբեր լինես։ Փառք Տիրոջը։ Ամեն։ Աստված ջան ժամանակ լինել, մենք էլ մեր մարմնի մեջ ուժ զորություն ունենք, մի քանի ժամ սրա մասին խոսենք։ Սեփական շահը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի մտածում։ Այս չար բան չի մտածում, դա մի քիչ կանգ առնենք, մի քիչ արագ կուզենամ ասեմ, որովհետև հələ 8 հատ պտուղի մասին էլ պետք է խոսանք, ժողովուրդ ջան, մինչև ժամը 6-ը կավարտենք։ Շարունակենք, լավ, անիրավության վրա չի ուրախանում, երբ որ մեկի կյանքի մեջ մի վատ բան ալունում չի ուրախանում, էսի մի քիչ հեշտ է։ Մի քիչ սեր ունենաս, բավարար է, որ դու ուրիշի վատի վրա չուրախանաս։ Երբ որ այն նախանձը ելնում է, երբ որ սերը չի նախանձում արդեն, էսի հեշտ ալնում։ Եթե արդեն չի նախանձում, եթե արդեն իրան չի փծում, էս հեշտ է, ուրիշի անիրավության վրա չի ուրախանում։ Բայց երբ որ ուրիշի անիրավության, մեկի մի վատ բան եղավ, մեկի ոտը փուշ մտավ քո սիրտը մի քիչ ուրախացավ, իմացի, որ քո մեջ սերը նվազել է։ Թող Տեր օգնական լինի մեզ, երան մի օր առանձին մենակ սիրո մասին խոսենք։ Այլ ուրախանում է ճշմարտության հետ։ Ուրախանում է, երբ որ մի լավ բան լսում է այդ մարդու մասին։ Հետո, էլ ինչ հատկություններ ունի սերը։ Սերը ամեն բանի հանդուրժում է։ Ժողովուրդ կուզեմ սիրշահություն ասենք, ամեն բանի հանդուրժում է։ Պետրոս եկավ ասավ, Տեր, եթե աղբերս իմ հետ մեղ գործի, քանի անգամ դրան ներեմ, 7 անգամ ներեմ, լավ է, 8-րդ անգամ տամ դունչը ջարդեմ։ Տերն ասես, Պետրոս ջան, դու օրվա մեջ մի 490 անգամ ներես քո եղբորը, բայց հնարավոր չի մի օրվա մեջ մի հոգին 490 անգամ գա քեզ այդքան ժամանակ չունի այդ մարդը գա քեզ այդքան նեղացնի, որ դու պետք է ներես։ Տերս ուզում էր ասել Պետրոս, այն սերը, որ ես եմ տալիս ձեզ, որ մարդուն ներող է, հնարավոր չի այդքան դրադեմ մեղ գործել, դու չես ունենա օրվա մեջ այդքան ժամանակ, որ քո դեմ մեղ գործեն դու ներես։ Ասիկ ուզում եմ խոսի Աստծո սիրո անսահմանության մասին։ Սերս ունի չափ, դրա համար ասում ամեն բանի, ժողովուրդ ջան, բերեք այդ ամեն բանից ոչ մի բան չանենք, քանի որ մեկը մեր դեմ ինչ-որ բան արել է, չասենք, հա դե գրած ամեն բանի, խոսքը սրա համար գրած չէր, ամեն բանի համար, ամեն բանի հանդուրժում է, ամեն բանի հավատում, ինձ միշտ ասում են, դու տենց միամիտ լոռեցել մնացիր, որովհետև շատ ստախոս մարդկանց հետ գործ ենք ունեցել, բայց այդ մարդը ամեն անգամ երբ որ բան ասես հավատացել, միջև հիմա տենց է ժողովուրդ ջան։ Ես ինձ ասում եմ, չքան միամիտ մարդ ես, դու գիտես ինքս ես մարդն է, 99% վստահ ես խաբելու, բայց էլի մեկ այն 1%-ին հավատում ես։ Ես չգիտեմ, լավա թե վատա, թե նա մասը փառք ասում, գոնե այդ մի լավ բանը կա այն մեջ, բայց ամեն բանի հավատում, ասում ես Տեր Աստված, մի աբսուրդ է հնչում էսի, ոնց կարելի է ամեն բանի հավատալ։ Գիտես ինչ, երբ որ քո մեջ սեր կա, այդ չարիքը հեռանում է քո մեջ, նախանձը, չգիտեմ, հակառակություն քո մեջ հեռանում է, դու այդ մարդուն պարզ մարդ ես տեսնում։ Պարզ մարդ։ Եթե պարզ մարդ ես տեսնում, դու վստահ ես իրան ու կհավատաս իրան։ Չես մտածում, որ ինքը քեզ կխաբի։ Ամեն բանի հանդեպ հույս ունի։ Նշանակում է նայեք, ինչքան կարևոր հետևանք ունի սերը մեր կյանքի մեջ։ Ամեն բանի համար հույսացակում քո մեջ, եթե քո մեջ սերը լինում է, սկսում է քո մեջ ամեն ինչ հանդեպ հույս, երբեք քո հույսը չես կտրում, եթե Աստծո սերը քո մեջ գործում է, որովհետև ամեն բանի համար կա հույս, լավատես մարդ ես դառնում, Աստված ողորմած է, ինչ եղավ, տունը վառվեց, Աստված ողորմած է, ավտոն ջարդեց, Աստված ողորմած է, չգիտեմ, ես Աստված ողորմած է, հույս կա ամեն ինչ բան, ինչի համար, որովհետև Աստծո սերը իր մեջ գործում է, ինքն է սիրում Աստծուն եւ ճանաչում Աստծուն։ Եվ գիտի, որ իրոք Աստված ողորմած է, եւ գիտի, որ Աստված դուր կբացի անպայման, մեր ժողովրդի մեջ խոսքը, չէ, Աստված մի դուր կբացի։ Այո, այդպեսին է իրականում, եթե մեր մեջ սերը գործում է, եւ ամեն բանի համբերում է։ Շնորհակալություն, որ համբերեցիք այսքան, ուրեմն ձեր մեջ սեր կա, որ այս մի պտուղի մասին խոսացինք։ Սերը ամեն բանի համբերում է, նույնիսկ եթե քարոզիչը երկարացնում է, քարոզը, Փառք Տիրոջը,
այս համբերության պտուղն է շատ կարևոր է մեր հայ ազգի համար։ Մենք շատ տաքարյուն ազգ ենք, շատ շուտ բռնկվող ազգ ենք, ակտիվ ենք այս տիպի բաների մեջ։ Մեկ էլ մի ստից բանից վրաս բռնկվում ենք, սկսում որոշումներ կայացնել, իհարկե շատ սխալ։ Կայացնում ենք, անում, պրսում, վերջում փոշմանում, այ մարդը սխի արեցի, չանե ելի։ Բայց երբ որ համբերում է, այդ սխալը չի անում։ Եվ ինքը հաղթող է դուրս գալիս։ Եվ ինքը այդ պայքարում անվնաս է դուրս գալիս, թե ինքը, թե իր դիմացինը։ Սա շատ կարևոր բան է։ Փառք Տիրոջը սիրո հատկության համար կուզեի էլի շատ խոսայինք դրա մասին, բայց կուզեմ շարունակենք։ Երկրորդ պտուղը ուրախությունն է։ Ուրախություն։ Մեր հայրս կամ շատ ուրախ ենք, կամ շատ տխուր ենք։ Տեսել է չէ, այնպես ունքերի կիտած կգա շնորհավոր։ Մեկը մեքենայի առեր ընկերները հավաքում են շնորհավոր, այնպես ունքերի կիտած կգա շնորհավոր։ Ուրախ չես, ուրախ եմ, այ ախպեր, ով ուրախ չի։ Առակած գրքի մեջ ասում է, երբ որ մարդու սիրտը ուրախանում է, իր դեմքը զվարթանում է, ինչ է կատարում, այս ունքերի արանքը միշտ լայնանում է, բերանի գիծը նեղանում ու մի քիչ լայնանում է, դեմքի մեջ փայլ է գալիս, այդ վկայում է, որ այդ մարդը շատ տխուր է, շատ ուրախ է այդ մարդը, եղել է, իմ շրջապատում է չներ, ասում ախպեր, ուրախած չել, ասում ուրախ եմ էլի, ուրախ եմ, մի հատ ընկեր ունենք, երկար ժամանակ աշխատավարձ չենք ստացել, եկել աշխատավարձի օր, դե ուրախացել ենք աշխատավարձի օր, եկել բոլորս ուրախ աշխատավարձ ստացան, ասում ենք ապրեք շնորհակալություն, ես մեր ընկերոջը փողը տալիս են գիտած ասում ուրախացի էլի, աշխատավարձը տալիս ենք, ինչ ուրախանամ, ես տաները ծախսեմ պրսնի էլի։ Այ նույն սարման մենք բոլորս ծաղացենք, բայց մեկ այդ մարդու դեմքի ժպիտ չեկավ։ Ես հասկացա, որ ուրախությունը իրոք է այդ պտուղը, որ մարդու մեջ պետք է լինի։ Մարդը կա ամեն չնչին բանի համար ուրախ է։ Ամենաչնչին բանը, որ կարող մեր համար ընդհանրապես արժեքություն է, բայց այդ մարդը երբ որ ձեռք է բերում, ուրախանում է։ Մի հատ թաշկինակ, նոր թաշկինակ աստանում ուրախանում է։ Թազա թաշկինակ ունեն։ Այսինքն այս հատկությունը երբ որ մարդու մեջ կա, չի կարող չդրսևորվել ժողովուրդ ջան, չի կարող չդրսևորվել, որովհետև մեր ներսը ինչ որ կա, էդի դուրս է գալիս եւ դա այն պտուղն է, որից պետք է տեսնեն եւ ճանաչեն, թե ով ենք մենք, թե ինչ պտուղ ենք մենք։ Արդյոք մենք Քրիստոսի պտուղն ենք տալիս, թե աշխարհի։ Ուրախության պտուղի մասին Եսայա 35:10-ը գրված։ Եսայա 35:10 Տիրոջ կողմից փրկագնվածները ետ կդառնան ու բարձրաձայն երգերով կգան Սիոն, բարձրաձայն երգերով։ Տխուր մարդը չի կարող բարձր երգի, տեսել եք այն, որ քեֆ ուրախության ժամանակ արդեն բոլորի քեֆը լավ է, այդ սեղանին նստած են բաղաձայն հոպարները, այն դինամիկից բարձր են երգում, շատ բարձր, իր այդ երգում են, բայց իրանց բարձր են երգում, իրանց թվում է թե սոխակի պես իրանք դայլայլում են։ Եթե ինքը զգա որ վատ է երգում, դες բարձր չի երգի, բայց այնքան ուրախ է այդ մարդը, որ իրան դեպի չի դակում, ինքը ուրախ երգում է։ Եվ բարձրաձայն երգերով կգան Սիոն եւ նրանց գլխի վրա հավիտենական ուրախություն կլինի, հավիտենական ուրախություն։ Այնպես որ ժողովուրդ ջան, հավիտենական կյանքի մեջ էլ պետք է այդ ուրախությունը մեր հետ լինի։ Ուրախության եւ ցնծության պիտի հասնեն նրանք եւ տրտմությունը եւ հեծությունը պիտի փախչի նրանից։ Ես մի բան եմ հասկացել, այն մարդը, որ հոգսերի տակ տանջվում է, ես խոսքա չասում ապեր հոգսերի տակ ճռռում եմ կամ պարտքերի տակ ճռռում եմ, այս մարդու կյանքի մեջ սկսում է նվազել ուրախությունը, որովհետև այդ ծանրությունը իրանց թույլ չի տալիս, որ բարի պտուղ տան իրանք։ Դրա համար այստեղ ասում է այդ ուրախությունը հավիտենական իրանց վրա կլինի եւ ցնծությունը իրանց վրա կլինի եւ տրտմությունը եւ այդ ծանրությունը իրանցից կփախչեն։ Մի խոսքով ուրախությունը դեղ է ժողովուրդ ջան։ Իսկ թվում է դաժե գլխացավին էլ կօգնի։
փորձեք մի անգամ, մեզ գլուխը ցավը սկսի ուրախանալ։ Իհարկե շատ դժվար այդ ժամանակ ուրախանալ։ Միգուցե օգնում է։ Բայց մի բան գիտենք, երբ որ դու սկսում ես ուրախանալ, քո մեջից այդ թանձր սև ամպերը, որ կուտակվել են քեզ ճնշելու, դրանք ցրվում ու փախչում են, որտեղ Աստծո մարգարեության գիրքն ասում։ Տիրոջ մարգարե Եսայան այդ խոսքը ասում։ Դա ես չեմ ասում։ Արագ անցնենք առաջ։ Հաջորդ պտուղը խաղաղության պտուղն է, որը գրված է Մատթեոս 5:9 գլուխ։ Ես փորձեմ ավելի հակիրճ ներկայացնել Մատթեոս 5:9 խոսքը։ Երանի խաղարարներին, որտեղ նրանք Աստծո որդիներ կկոչվեն։ Ահա, դու ուզում ես Աստծո որդի կոչվես, դու հավատացյալ կոչվես, ասում ա գիտես, մի հատ նախապայման կա։ Դու պետքա խաղարարար մարդ լինես։ Դες ոչ միայն ասում ա քո մեջ լինի խաղաղություն, նաև խաղարարար մենք պետք է, այսինքն պետք է մենք խաղաղություն մատուցողներ լինենք։ Երբ որ միտեղ երկու հոգի վիճում են, դու իրանց մեջ են խաղաղության աղավնի պետք է լինես։ Միտեղ էլ ասում ա խաղաղության ավետարանի կոշիկներով, հա, պատրաստված գնանք, այսինքն քո ոտքը որտեղ որ գնա խաղաղությունով լինի։ Շատ անգամներ անում, երբ որ մի տուն ենք մտնում, ասում ենք մեր ոտքը խաղաղությունով լինի ձեր տունը, կամ բարի լինի, խաղաղությունով լինի ձեր տունը։ Եվ շատ կարևոր է, որ մեր կյանքով էլ այդպեսին լինենք։ Մենք ու որտեղ որ ոտք դնենք, որտեղ Աստված մեզ այդ կոշիկները տվել է։ Այդ իշխանությունը, զորությունը տվել է, հնարավորությունը տվել է, այդ խաղաղությունը փոխանցելու մարդկանց, փառք Տիրոջը։ Հաջորդը երկայնամտությունն է, Առակաց 14:29։ Երկայնամտություն։ Համբերատար մարդը շատ խոհեմ է, իսկ ջուրագրգիռ մարդը հիմարություն է անում։ Քեզ բան։ Այսինքն երբ որ դու բախվել ես մի հատ խնդրի, մի հատ վեճի, մի հատ խնդրի, եւ դու երբ որ այդ ժամանակ քո համբերությունը ու խաղաղությունը կորցնում ես, դու շատ սխալ բաներ կարող ես անել։ Այդ պահին դու ունակ չես ճիշտ որոշում կայացնելու կամ լավ բան անելու։ Գիրքը ասում է, որ համբերատար մարդը շատ խոհեմ է։ Ես կուզեմ խոհեմի մասին մի քանի բան եմ դուրս գրել։ Խոհեմ մարդը, խոհեմ նշանակում է լինել խելացի, լինել իմաստուն, լինել զգաստ, լինել զգոն, լինել զգուշավոր, լինել լուրջ, լինել ողջամիտ։ Ես երբ որ նայում եմ այս ամեն հատկությունները, ասում եմ Տեր Աստված, դու մի հատ բարձր մակարդակի, մի հատ կատարյալ տիտղոս ունեցող մարդ ես սարքում մեզ։ Երբ որ այս հատկությունները, այս պտուղները սկսում են գործել մեր մեջ, ժողովուրդ ջան, մենք չենք կարող չերևանք որպես բարձր մակարդակի մարդ, որտեղ քո այս պտուղները բարձր մակարդակի պտուղներ են, որ ամեն շնչավոր մարդու կյանքի մեջ չի կարող դա լինել, անգամ շնչավոր հավատացյալի կյանքի մեջ չի կարող լինել։ Սրանք հոգևոր մարդկանց կյանքի մեջ կարող լինել, ովքեր որ կենթանի կապ ունեն Աստծո հետ։ Նայեք ժողովուրդ ջան, այստեղ չի ասում այն ճյուղերը, որոնք հաստատված են այն մյուս կողի ճյուղերի վրա։ Հետո նրանց հաստատված են ուրիշ ճյուղեր, իրանք կյանք ունենան իրանց մեջ եւ պտուղ կտան։ Ոչ։ Խոսում է, որ ամեն մի ճյուղ պետք է անպայման կապ ունենա արմատի հետ եւ անմիջապես սնվի արմատից։ Միտքս հասկանում եք ժողովուրդ ջան, քո կենթանի կապը եւ հաղորդակցություն պետք է լինի Աստծո հետ, ոչ թե չերես Մովսես։ Վարագույրը Աստված պատրեց, կհիշեք այդ պատմությունը, վարագույրը Աստված պատրեց, վարագույրը Աստծո եւ մարդկանց հարաբերության խանգարող պատն էր։ Եվ Աստված մարդկանց հետ հաղորդակցվում էր ինչ-որ մեկի միջոցով, ծառայի միջոցով, քահանայապետի միջոցով էր, մարգարեների միջոցով էր, եւ Աստված այդ պատը քանդեց, ասինքն Տեր Հիսուս այդ ճյուղերին վերցեց, պատվաստեց իր վրա, ասեց հիմա ամեն մեկը ձեզանից կարող է անմիջական կապ ունենալ ինձ հետ եւ սնունդը ինձանից առնել անմիջական, ոչ թե կողի ճյուղերից։ Գիտեք, շատ գերագույն պատիվ է այս, որտեղ դու բնական եւ օրիգինալ կերպով ես ստանում ես սնունդը Աստծուց։ Ես չեմ կարող Աստծո խոսքը քեզ այնքան բնական եւ այնքան ճշգրիտ մատուցել քեզ, որքան որ Աստված կմատուցի քեզ։ Դրա համար շատ կարեւոր է քրիստոնյայի համար անմիջական կապ Աստծո հետ։ Եվ երբ որ Աստծո սիրո այս մյուս հատկությունը նաեւ մեր կյանքի մեջ գործում է, մենք ավելի զգոն ենք լինում մեր քայլերի մեջ, ավելի ուշադիր ենք լինում, ավելի խելամիտ ենք մոտենում, մենք ավելի երկար մտածում ենք ու քիչ խոսում, ոչ թե առանց մտածելու շատ երկար խոսում, որտեղ այդ ժամանակ մենք հիմարություն կանենք Աստծո խոսքն ասում։
Դրա համար մեզ նաև երկայնամտությունն է պետք, երկար մտածելն է պետք։ Այս բոլոր մեր ազգին է վերաբերում ժողովուրդ ջան, մեր ազգը կարիք ունի Աստծո հոգու պտուղների, շատ կարիք ունենք, որ տեսնում եմ ասում Տեր Աստված, այն մարդը, որ այսօր մենք տեսնում ենք, եւ այն մարդը, որ ես տեսնում եմ քո խոսքի մեջ, չեն համընկնում իրար, բայց Աստված այդպեսին է ստեղծել մարդուն, որ այսպեսին լինենք եւ ոչ թե այնպեսին ինչպեսին, որ մենք տեսնում ենք։ Հաջորդ խոսքը, հաջորդ պտուղը դա քաղցրությունն է, 5-րդ պտուղը դա քաղցրությունն է։ Եփեսացիների 4:32-ը։ Միմյանց հետ քաղցր եղեք, գթած եղեք, միմյանց ներելով, ինչպես որ Աստված էլ Քրիստոսի միջոցով ձեզ ներեց։ Միմյանց հանդեպ քաղցր եղեք։ Մի քիչ առաջ խոսացինք, որ մենք Քրիստոսի անուշ հոտն ենք, այդ քաղցրությունը, այդ բուրմունքը Քրիստոսի պիտի տարածենք մեկս մեկու հանդեպ եւ ոչ թե վատ բաներ։ Արագ անցնենք առաջ։ 6-րդ պտուղը դա բարությունն է, Ղուկաս 6:27։ Բայց ասում եմ ձեզ, դուք որ լսում եք, սիրեք ձեր թշնամիներին, բարիք արեք ձեզ ատողներին։ Նայեք, այստեղ ես ինչի համար եմ այս խոսքը դուրս գրել, ես կարող էի մի խոսք դուրս գրել, որ սիրեք միմյանց։ Այնքան հեշտ է քո եղբոր քրոջը սիրելով քո հանդեպ ված չի տրամադրված։ Դուրս են գրել այնտեղը, որտեղ ասում է, որ սիրեցեք ձեր թշնամիներին ու բարիք արեք այն մարդկանց, ովքեր որ ձեզ ատում են։ Աստծո չափանիշներով սեր ունեցող անձնավորությունը այս պտուղը պետք է տա։ Դժվար բան է, ժողովուրդ ջան, այլ եմ ասում, դա ձեռնտու չի մեր անձյան, մեր, չգիտեմ, մեր շահերին ձեռնտու չի, դա մեզ դուր չի գալիս, որ գիտես ինչ, ես ախր պետք է զոհաբերեմ, սերը իրանի զոհաբերում է, հիշեք, սերը իրանի զոհաբերում է, պոկում է տալիս ուրիշին, Փարտիոջը դրա համար։ 7-րդը հավատք, Եբրայեցիս 11:1, այսպես է ասում, հավատքը հուսացած բաների հաստատությունն է եւ չերևացող բաների ապացույց։ Այսինքն, երբ որ Աստծո հոգին գործում է մեր մեջ եւ մենք դառնում ենք պատղաբեր քրիստոնյաներ, մեր մեջ նաեւ պետքա դրսևորվի հավատքը։ Թերահավատությունը Աստծուց չի։ Մենք պետքա ամեն ինչից հավատանք։ Դա ասում է չերևացող բաների հետ է կապված հավատքը։ Մենք տեսնում ենք, նոր հավատում ենք։ Միջև չտեսնեմ, չեմ հավատա։ Մեր Կալինինի ժողովուրդը, ֆրանգները, իրանց մեջ sense բանկ ասում է, լոզունգ ասում է, միջև չտեսնեմ, չեմ հավատա։ Միջև չտեսնեմ, չեմ հավատա։ Բայց Աստծո հոգին ասում է, դեռ չտեսած դու պետք է հավատաս։ Չեմ ուզում սա մասին երկար խոսել Աբրահամը, կարող շատ մարդիկ ունեն օրինակներ, որոնք որ չեղած դեռ հավատացին եւ Աստված էդի արդարություն համարեց իրանց։ Դեռ չէր եղել, դու ունես խնդրեմ, որը դեռ չի լուծվել ու չես տենում լուծումը, դու հավատա, որ Աստված կարող է քո այդ խնդրեմը լուծի։ Հենց այդ ժամանակ կհաստատվի քո հավատքի շնորհիվ։ Քո խնդրեմը լուծումը Աստված կպեչատի հենց այդ ժամանակ։ Երբ որ դու դեռ չտեսած ասես, որ լինելու է, հավատաց, որ լինելու է։ 8-րդ պտուղը դա հեզությունն է։ Մատթեոս 11:29։ Հեզություն։ Գիտեք, առաջի հայացքից կարելի է դիմակ հագնել հեզ մարդու, որտեղ շատ է լինում, ու նայում ենք ասում ենք, այս ինչ հեզ մարդ է, բայց հեզությունը կապված է մարդու բնույթի հետ, ոչ արտաքինի։ Բնույթի հետ, արտաքինից կարա ինքը հեզ ու հանդարտ մարդ երևա, բայց ներսևանց շատ կատաղած շուն լինի, որ քեզ կբսկտի։ Դրա համար հեզությունը, այլ եմ ասում, կապված է բնույթի հետ, որը մարդը ցույց է տալիս շփման միջոցով, դրսևորման միջոցով։ Այդ պտուղից է երևում ինքը հեզ մարդա թե ոչ։ Իմ լուծը ձեր վրա առեք եւ վերցրեք իմ լուծը ձեր վրա վերցրեք ու ինձանից սովորեցեք, որովհետեւ ես հեզ եմ ու սրտով խոնար եւ ձեր հոգիների համար հանգստություն կգտնեք։ Տեր Հիսուս ասում է, եթե դու ուզում ես մի հատ կերպար, որին նմանվես հեզության հետ ես եմ։ Տեր Հիսուսն է մեր հեզության կերպարը, որ ինքը ոչ մի ձեն չհանեց։ Պատկասում ես, մենք փորձում ենք մեկի մի հատ լավություն անենք, մի քիչ խանգարում ասում ենք հանդիմանել, խոսալ իրան, նախատել իրան, բայց չթողեցի, ես քո համար ես բան արեցի, դու արժանից չեմ էլ անցանից, եւ բայց Տեր Հիսուս իրան խանգարում էին անդադ։ Պատկասում եք, մենք իրան խանգարել ենք, որ ինքը մեզ փրկի։ Ճիշտ եմ ասում։ Ամբողջ մարդիկ խանգարում են, սատանան ամբողջ ուժերը դրել է Տեր Հիսուսին խանգարել, որպես ինքը մեզ փրկեր, եւ ինքը այնքան հեզ էր, որ ոչ մի անգամ երեսով էլ չտվեց։
Մենակ ինքը երբ որ շատ են իրան նեղում, ասում էր հայրներ իրանց, չգիտեն ինչին անում։ Իր հեզությունը իրան թույլ չէր տալիս ինքը մի հատ հակառակվեր, իրան թույլ չէր տալիս ինքը մի հատ հանդիմաներ անգամ մարդկանց։ Փառք Տիրոջ չէ։ 9-րդը ժշկալության պտուղն է։ Ժշկալությունը դա չափի զգացում է։ Սա էլ մի քիչ երկայնամտության նման հատկություն է մարդու կյանքի մեջ։ Առաջին կոնոթացիների 9:26 է։ Ուրեմն ես այդպես եմ վազում, ոչ թե աննպատակ, այդպես եմ մրցում, որ ոչ թե օդը ծեծելով։ Այսինքն սա մի հատ գիտակից վիճակ է մարդու մեջ, ինքը որոշված է անում, ինքը գիտակցելով է անում այդ քայլը։ Այսինքն ինքը հաշվի է նստել, որ պետքա վազեմ եւ հասնեմ մրցանակին, ինքը կամքի ուժ է դրա մեջ, որ պետքա անպայման հասնեմ դրան։ Գիտեք, ժշկալության պտուղը իր մեջ ունի եւ համբերատարություն, եւ հանդուրժողականություն, եւ երկայնամտություն, եւ չափի զգացում, կա չասում մի հատ խոսք է չափավորի։ Մարդիկ կան այդ չունեն այդ պտուղը։ Խոսանիչ գիտեն, խոսքով կծակեն, վերաբերմունքով կծակեն, հայացքով կծակեն, չգիտեմ ինչով կծակեն, բայց այն մարդիկ ովքեր կա իրանց մեջ ժշկալության պտուղ, իրանք ավելի զգուշավոր են։ Իրանք ունեն այդ չափի զգացումը, մարդկանց հետ շփվելու, իրանց դրսևորելու պահելու մեջ։ Փառք Տիրոջ, ես կուզեմ վերջի տեղը կարդանք, ժամանակին շուտ է թռնում։ Կարդանք Հայտնության 22-րդ գլուխը եւ պատրաստվենք աղոթքի։ Հայտնության 22:11։ Հայտնության 22:11 խոսքը։ Աներավություն գործողը թող էլ ավելի աներավանա։ Կեղտոտը թող էլ ավելի կեղտոտվի։ Արդարը թող էլ ավելի արդարանա եւ սուրբը թող էլ ավելի սրբանա։ Ես մի ժամանակ ասում եի, Տեր, մենք արդեն սուրբ ենք։ Էլի շարիկ կա սրբը, սուրբը սուրբ է, էլի շարիկ կա սրբանալու։ Ես չէի գիտակցում, որ սրբության մեջ մենք պետք է աճ ունենանք, ժողովուրդ ջան։ Տեր Հիսուս ասեց, այն որ պտուղ է տալիս, հայրը կմաքրի նա որ ավելի պտուղ տա, ասում Տեր Աստված, դու նա պտուղ է տալիս, էլի ոչ, Աստված ուզում է մենք միշտ աճենք, ստեղ էլ ասում սրբության մեջ մենք պետք է աճենք, հենց սրանով է որ մենք սկսում ենք ավելի պտղաբեր լինել Տիրոջ առաջ։ Երբ որ մենք սկսում ենք սրբության մեջ գնալ եւ Աստված ավելի է մաքրում մեզ, բոլորս է կարող ենք վկայել, որ Աստված ժամանակ առ ժամանակ մանր բնավորության կետերից մեզ ազատում է։ Եվ երբ որ այդ բան քեզ ազատում է, դու ասում ես Տեր Աստված, սրանից առաջ ես սրա մասին ուշադրություն չէի դարձրել։ Չէի մտածում, որ ասես բան կարող լինի, որից ազատվենք։ Եվ Աստված հենց այս խոսքն է կատարում քո կյանքի մեջ, որ մաքրում է քեզ, որ էլ ավելի պտղաբեր լինես։